Այսօր ես ու ընկերներս 6 օրով մեկնում ենք բացահայտելու Նյու Յորքը։ Մանկուց ինձ համար երազանք էր տեսնել Նյու Յորքը ու վերջապես եկավ այսօրը։ Մենք Նյու Յորքում ենք գտնվում։ Մոլորվել ենք Նյու Յորքի փողոցներում։ Դե ինչպես միշտ այսօր դիտելու ես աշխարհի ամենահետաքրքիր 6 օրերն ընկերներիս հետ Նյու Յորքում։ Այցելելու ենք Ազատության արձանի կղզի, բարձրանալու ենք ամենաբարձրահարկ շենքերի տանիքների վրա, ուտելու ենք աշխարհի ամենահամեղ պիցցան։ Տենց զզվելի բան մենք կերած չկայինք ամբողջ կյանքում։ Այցելելու ենք այն հյուրանոցը, որտեղ նկարահանվել է Այձին Դոմա ֆիլմը, պատկերացնում եք։ Բացահայտելու ենք Նյու Յորքի տարօրինակ շինությունները եւ ահռելի ստորգետնյա մետրոն, որտեղ ի դեպ ամեն օր մոլորվում էինք։ Որտեղ սրան նրան հարցնում ես, արա, ոչ մեկ չգիտի, ինձ լսի, էլի, արա։ Դե իսկ վերջում ուշանում ենք թռիչքից եւ ինքնաթիռը առանց մեզ հեռանում է Նյու Յորքից։ Լուրջ եմ ասում, նման բան մենակ մեր հետ կարող լինել։ Ավելի մանրամասն կտեսնես վլոգում։ Բարի դիտում։ Գնում ենք ուղիղ 1 շաբաթով Նյու Յորք, ուրախ ես։ 2 ամիս առաջվանից առել էինք Նյու Յորքի տոմսերը եւ սպասում էինք, որ Հայաստանից հետ գամ Լոս Անջելես, որ գնանք Նյու Յորք։ Այժմ եկավ սնվելու պահը, սա քեզ, Ռաֆայել, էս քեզ է, սա ինձ։ Ձեր կենացը։ Շատ վատնա։ Հինա։ Շատ հինա։ Շատ հինա։ Ցես հին սենդվիչ չեք ելը։ Արդեն մտնում ենք ինքնաթիռ։ Գնացինք։ Նյու Յորք դիմավորի գալիս ենք, գնանք Նյու Յորքը հարամենք գանք։ Մենք արդեն ինքնաթիռի ներսում ենք, հուսանք ինքնաթիռը չի ընկնի։ Կարմիր շացի։ Ռավ չի ընկնի, չէ՞ սամալյոտը։ Ես մի փոքր լարված եմ այս անգամ ճիշտն ասած, հուսանք չի ընկնելու։ Էդոն ահավոր ներվային անում է, որ ես հումորը ամեն անգամ անում եմ։ Եզության վերջին գագաթնակետն է։ Խնդրում եմ մի ասա, նայ խնդրում եմ։ Ինքնաթիռը չի ընկնելու։ Ախ, մի առաջ։ Մեզ բարի ճանապարհ, դուք էլ մեկնաբանություններում գրեք, ուսով եմ, չի ընկնելու ինքնաթիռը։ Հենց հիմա բոլորդ գրում ենք այդ մեկնաբանությունը։ Չէ՞ էդ։ Չէ։ Ես մեղք եմ իրանց հետ տեղ գնալուց երթվում եմ։ Դզեց։ Երջանիկ ես շատ։ Օրինչ սիրուն է քաղաքը։ Սիրուն է Էֆելյան աշտարակը, հələ եգիպտական բուրգերը։ Այո, մենք Լոս Անջելեսից ենք թռնում։ Գառնու տաճարը։ Իդեպ թրաշից նոր ձևը հավանում եք, թե ոչ, գրեք մեկնաբանությունների բաժնում։ Թռիչքը տևելու է ուղիղ 4.5 ժամ, իսկ այժմ ձեզ ցույց կտամ քարտեզի պատկեր, թե Լոս Անջելեսից ինչքան հեռավորության վրա է գտնվում Նյու Յորքը։ Այսքան պետք է թռնենք, որ հասնենք Նյու Յորք։ Իսկ մենք պարապ չենք մնալու այս 4 ժամվա ընթացքում, մեր առջև գտնվում է հեռուստացույցներ, որոնցով կնայենք ֆիլմ ճանապարհին։ Մի 3 ժամ անցել է, սաղ ժամանակ քնած եմ եղել ու հենց նոր արթնացա։ Մենք հասանք Նյու Յորք, շնորհավորում եմ։ Մենք հենց նոր դուրս եկանք աերոպորտից ու առաջին անգամ շնչում ենք Նյու Յորքի օդը։ Խնդրեմ, այս տեսարանն է առջևում ես։ Նստում ենք տաքսի եւ գնանք միանգամից Times Square։ Մենք արդեն Նյու Յորքի կենտրոնում ենք։ Առաջին շենքը, որ տեսնում եմ, Նյու Յորք Times-ի շենքն է։ Էս ինչ հավես է։ Ուրիշ մոլորակում ոնց որ հայտնված լինենք։ Օրա շատ սիրուն է։ Էս ինչքան շատ մարդ կա Նյու Յորքում, ահա որ շատ են։ Խնդրում եմ միած տեղն եք, իրար հերթ չեն տալիս, որ քայլեն։ Փաստորեն ինձ ուշ չի, որ ասում են Նյու Յորքը ահա որ ծանրաբեռնված քաղաք է։ Ուղիղ 2 րոպեից հասնում ենք հոթել ու մեր հոթելը Նյու Յորքի ամենակենտրոնում է, հենց Times Square-ի մեջտեղում։ Մենք հենց նոր տաքսիից իջանք ու շատ հանդարտ քաղաք է։ Ընդհանրապես աղմուկ չկա այս քաղաքում։ Մի խոսքով այս հենց հանդարտ քաղաք, քիչ մարդիկ, հանգիստ, լիարժեք հանգստանալու տեղ է Նյու Յորքը, լիարժեք։ Սա էլ մեր հյուրանոցն է, այս հենց դատարկ, շատ քիչ մարդկանց միջով մտնում ենք։ Ահա, մտանք հյուրանոց։ Ճամպրուկները թողեցինք հյուրանոցում եւ դուրս ենք հիմա եկել քայլելու Times Square-ով։ Արա շատ հավես է։ Արա չեմ հավատում, ես ինչ սիրուն է։ Արա հրաշք է։ Արա ոչ մի բան չենք պլանավորել, ուղղակի հելել եկել ենք Նյու Յորք։ Տեսախցիկով չի երևում, բայց ահռելի մեծ էկրաններ է, ասենք, շենքերի վրա, շատ։ Մուլտ հերոսներն են այստեղ։ Սա ամենամեծ էկրանն է, որը երբևէ ես տեսել էի։ Բայց ցուրտ է, արդեն ես սա առել եմ, գիտեք, չէ։ Հայտնի լեգենդար Ազատության արձանը գտնվում է Նյու Յորքում։ Եվ անպայման մենք այցելելու ենք Ազատության արձանի կղզին, իսկ Ազատության արձանին հասնելու համար պետք է նստենք նավ եւ այդ նավով գնանք մի ուրիշ կղզի եւ միասին այնտեղ տեսնենք այդ արձանը։ Իդեպ Նյու Յորքը հայտնի է իր ֆիլմերով։ Նյու Յորքում նկարահանվել են շատ ու շատ հայտնի ֆիլմեր։ Օրինակ, երևի ձեզ այդ ֆիլմերից հայտնի կլինի Spider-Man-ը, Տաքսին, Godzilla-ն եւ շատ ու շատ այլ հայտնի ֆիլմեր։
Չէ, բայց պատկերացնում եք միջինը 200-ից ավել կինո է նկարվում Նյու Յորքի փողոցներում, որ բոլորս ես նույնպես մանկուց Նյու Յորքի փողոցները տեսել եմ կինոներում ու հիմա լուրջ ոնց որ ես հայտնված լինեմ ինչ-որ հայտնի ամերիկյան կինոյի մեջ։ Դրա համար ահա որ հավանեցի Նյու Յորքը հենց առաջին հայացքից։ Եկանք նախաճաշ անելու, խնդրում եմ միած տեղ նայեք ինչեր ենք ուտելու։ Սա Նյու Յորքի ամենահայտնի բեգլի տեղն է ասում են ու շատ ենք լսել որ ահա որ համով է ու սա փորձել է պետք։ Մեր բեգլները այստեղ է։ Տեսնենք ոնցն է։ Մենք կերանք մեր բեգլները, իբր գնացել էինք նախաճաշ անելու, բայց ագահավարի կերանք հավով։ Բայց կերանք հավով ես իմ ինչ։ Հանգիստ կարայինք ձվով բան ուտենք ու նորմալ նախաճաշ անենք։ Չգիտեմ, խի ընտրեցինք հավով բան, բայց ոչինչ վաղ էլի կգնանք այնտեղ ու ուրիշ բան կուտենք։ Որը ցուրտ է, շուտ հյուրանոց հասնել է պետք։ Խի եմ առանց կուրտկա դուրս եկել, ես ապշում եմ իմ վրա ու մեր վրա ընդհանրապես խի ենք առանց կուրտկա։ Հաց կերանք քունը սկսեց ահա որ տանել, աչքերս մի կերպ եմ բաց պահում։ Դե ամբողջ գիշեր քանի որ ինքնաթիռի մեջ ենք եղել ու ընդամենը 2 ժամ եմ քնել, իսկ դա շատ քիչ է։ Դրա համար հիմա կգնանք հյուրանոց, մի փոքր բոլորս կքնենք, հետո դուրս կգանք, որ առաջին օրով կարողանանք մի քիչ պտտվել Նյու Յորքում։ Թե չէ sense մեռած ոչ մի բան չենք կարողանալու անենք։ Մենք արդեն հյուրանոցում ենք, գնանք գտնենք մեր համարը, տեսնենք արդյոք լավն է լինելու թե չէ։ Մեզ ասին որ բավականին բարձր ենք ու սիրուն տեսարանը բացվելու մեր պատուհանից։ Արա, թզեց, չէ, լավն է։ Խնդրեմ ահա այսպիսի տեսք ունի մեր Նյու Յորքի սենյակը, որտեղ անցկացնելու ենք ուղիղ 1 շաբաթ։ Եվ ինչ տեսարան է բացվելու։ Օժո, շատ բարձր ենք։ Այս տեսարանը բացվում է մեր հյուրանոցից։ Ուղիղ 4 ժամ քնելուց հետո մենք արթնացանք, հագնվեցինք, պատրաստվեցինք, գնում ենք շարունակենք ուսումնասիրել Նյու Յորքը։ Մենք արդեն դրսում ենք, արդեն ավելի պատրաստված գլխարկով, կուրտկայով, որովհետև արդեն երկար ենք քայլելու ու պետք է հենց անենք, որ ոչ մի պարագայում չմրսենք։ Դրսում մարդիկ 10 անգամ ավելի շատացան։ Աստվածի մեզ ինչքան շատ մարդ կա, շատ բարդ է քայլելը, շատ։ Քայլում ենք ու մի հատ շատ գեղեցիկ եկեղեցի տեսա, մի հատ խնդրում եմ ստեղ նայեք, եկեղեցին կոչվում է Սուրբ Մարի։ Մտնենք ես եկեղեցին, հետո շարունակենք մի հատ ուրիշ ավելի սիրուն եկեղեցի կա, որը կոչվում է Սուրբ Պատրիկ։ Այս ինչ սիրուն է ներսը, անհավատալի սիրուն է եկեղեցու ներսը։ Շատ սիրուն է ժողովուրդ, հասանք, ստեղ նայեք։ Գնանք մի փոքր մոտ ու ավելի մոտիկից նկարեմ։ Սա այն եկեղեցին է, որի մասին ասում էի։ Եկեղեցին կոչվում է Սուրբ Պատրիկ, արա շատ սիրուն է։ Խնդրում եմ մի հատ առաստաղների բարձրությունը նայեք, որը շատ բարձր է առաստաղներ։ Ես ուղղակի ապշած եմ, թե ոնց են սա սարքել։ Համարյա 200 տարեկան է այս եկեղեցին։ Եկեղեցից դուրս եկանք, շարունակում ենք քայլել Նյու Յորքով։ Սիրահարվել եմ այս քաղաքին։ Ահա որ իր կոլորիտը ունի Նյու Յորքը, ու այս կոլորիտը շատ հոգեհարազատ է ինչ-որ ինձ, քանի որ մեկ անգամ եմ նշել, բայց ելի եմ ցանկանում նշել, որ շատ ու շատ ինձ սիրելի ֆիլմեր նկարահանվել են հենց այս փողոցներում։ Լեգոյի խանութը նայեք։ Եկեք մոտնենք, ներսը մեծ ավտո է Լեգոյից։ Լեգոյով սարքած է ազատության արձանը, որը պարտադիր այցելելու ենք։ Տեսախցիկը փոխեցի, մի քիչ սրանով կշարունակենք նկարել վլոգը։ Մինչ այս նկարում էի այս տեսախցիկով, Ռաֆես, լավ ես։ Նյու Յորքում կա Լուի Վիտոնի խանութ, որը շատ պոպուլյար է ու հերվից կարծես լինի մեծ, ահռելի ճամպրուկ։ Պատկերացնում եք շենքը սարքած է ճամպրուկի տեսքով։ Այժմ քայլում ենք եւ փորձենք գտնել հենց այդ շենքը։ Որա չեմ հավատում, էս ինչ է։ Ասա, որա վերջն է։ Ժողովուրդ հավատս չի գալի, մի հատ խնդրում եմ ստեղ նայեք։ Լուի Վիտոնի ամենամեծ խանութն է, ինչպես տեսնում եք, իրար վրա ոնց որ ճամպրուկներ դրած լինի։ Հավատս չի գալի, էս ինչ սիրուն է։ Չգիտեմ տեսախցիկով էս ամեն ինչը փոխանցվում է թե չէ, բայց իսկապես սա տեսնել է պետք իրական կյանքում։ Մի հատ խնդրում եմ ստեղ նայեք, սա շինություն է, բայց լուրջ եմ ասում, sense աչքի խապկանք ոնց որ լինի, ու քեզ թվա որ սա շենք չի, այլ իրական մեծ ճամպրուկներ։ Այս ռակուրսից ինձ թվում է ամենագեղեցիկն է։ Իսկապես պլանավորել էի, որ գայի Նյու Յորք, անպայման ցանկանում էի հենց առաջին օրը գտնեի այս շինությունը ու ձեզ ցույց տայի։ Ես որ առաջին անգամ on-line տեսա, իսկապես ապշել էի, ոնց է կարելի sense բան մտածել ու սարքել։ Շենքը վերածել են մեծ ճամպրուկների։ Տեսախցիկով չի փոխանցվում այս ամեն ինչը, բայց բռնակի այս լայնությունը իմ բոյին է, պատկերացնում եք, այդքան ահռելի է։ Քայլում ենք առաջ, տեսնենք թե էլ ինչ զարմանալի բաներ են կարողանում տեսնել Նյու Յորքի փողոցներում։ Հենց խոսքիս վրա հերվում տեսա հսկայական Apple-ի խանութը։ Որը ինչ մեծ է։ Այ նա, եկեք անցնենք փողոցը ցույց տամ։ Արդեն գտնվում եմ առջևում, եկեք մտնենք տեսնենք ներսում ինչ կա։
Կարանք համ վերելակով իջնենք ներքև, համ էլ ոդքով վերելակով արի իջնենք։ Ռաֆս քեզ լուրջ։ Անդրամադիր ես։ Չէ, վերելակը սովորական է, դրա համար ոդքով կիջնենք։ Օրես ինչ մեծ է։ Մի հատ խնդրում եմ վերևից տեսարանը նայեք։ Եկեք իջնենք ներքև։ Երևի եղել եմ Apple-ի ավելի քան 10 խանութում, բայց այս մեկը վստահ կարող եմ ասել, որ ամենահետաքրքիրն է ու ամենամեծն է։ Ինձ հիմա շատերը ծանոթ եք Apple Vision Pro-երն է։ Մի անգամ դրել եմ, բայց այդքան էլ չեմ հավանել։ Մի քիչ անիմաստ բան է իմ համար, բայց հետաքրքիր նորություն էր Apple-ի կողմից։ Էլ ինչ հետաքրքիր բաներ այստեղ կարող եմ ձեզ ցույց տալ։ Մի հատ շատ հետաքրքիր փաստ ասեմ, որ աշխարհի բոլոր Apple-ի խանութներում կա բնական ծառեր։ Այս ծառերը արհեստական չի, բնական է ու պատկերացնում եք այս Apple-ը գտնվում է գետնի տակ, ահա որ հավես է։ Այժմ իմ հետևում գտնվում է լեգենդար մի հոթել, որը կոչվում է Plaza։ Նյու Յորքի ամենահայտնի հոթելն է սա։ Իսկ թե ինչի հայտնի, քանի որ այստեղ մնացել են շատ ու շատ հայտնի հյուրեր։ Շինությունը կառուցված է ուրիշ մակարդակով լրիվ եւ ուշադրություն ամենակարևոր փաստը այս հյուրանոցի մասին, որ այստեղ նկարել են։ Այո, բոլորիս կողմից այդքան սիրելի Один дома ֆիլմը նկարահանվել է այս հոթելում։ Ժողովուրդ, ես ահա որ ոգևորված եմ, ինչպես տեսնում եք իմ ժպիտից։ Եկեք միասին մտնենք ներս եւ տեսնենք թե ինչպիսի տեսք ունի հոթելը։ Ներսից գնացինք։ Օրո, չեմ հավատում։ Հայտնվել եմ Один дома-ի միջի հոթելում։ Աստվածիմ։ Մեկնաբանությունների բաժնում դրեք նարնջագույն սրտիկներ, եթե դիտել եք ու շատ եք սիրում Один дома ֆիլմը։ Խնդրում եմ մի հատ ներս նայեք, ահա որ շքեղ տեսք ունի ու այն ժամանակների համար սա ուղղակի փառահեղ շինություն է համարվել։ Չեմ հավատում Один дома ֆիլմի մեջ նկարահանված իրական գլխարկն է հենց այստեղ գտնվում։ Հավատս չի գալիս, իմ մանկության ամենասիրելի ֆիլմի նկարահանման վայրում եմ հիմա ես գտնվում։ Շարունակում ենք ուսումնասիրել հյուրանոցը։ Օրո։ Один дома-ի բոլոր շորերը վաճառում են, նայեք։ Խնդրում ստեղ նայեք, նույն գլխարկները վաճառվում է այստեղ։ Տեսնենք վերևում ինչ է գտնվում։ Մի հատ էս փայտե հատվածը խնդրում եմ նայեք, ահա որ կոլորիտային է։ Հոթելից դուրս եկանք, ահա որ սոված ենք, առավոտն ենք հասկերել են բեյգլները, իսկ հիմա պետք է ուտենք ուշադրություն Նյու Յորքի պիցա։ Այո, Նյու Յորքը հայտնի է իր պիցաներով, ուղղակի հանցագործություն կլինի գալ Նյու Յորք ու չուտել պիցա։ Չնայած տենց մարդ իսկույն չկա որ գա այստեղ ու չուտի պիցա, քանի որ ամեն քայլափոխին կտեսնես տարբեր պիցայի տեղեր։ Մենք գտել ենք ամենահամեղ պիցայի տեղը, հիմա շարժվում ենք դեպի այնտեղ։ Արդեն 20 րոպե քայլում ենք, սոված մեռնում եմ, ժողովուրդ են առավոտվա կերացնա։ Հիշեք այս անունը Joe's Pizza 1975 թվականից գործում է։ Բոլորն ասում են, որ սա Նյու Յորքի ամենահամեղ պիցան է, բայց ուշադրություն, հիմա ձեզ ցույց եմ տալիս, թե ինչ կարգի երկար հերթ է Joe's Pizza-ի առջև։ Խնդրում եմ մի հատ հերթի երկարությունը նայեք, չի վերջանում, արա ծերը չի երևում։ Կես ժամ քայլել ենք, որ գանք ու հերթ կանգնենք, արա հերթի երկարությունը նայեք։ Եթե այսքան հերթ կա, նշանակում է, որ մենք էլ պետք է կանգնենք ու անպայման փորձենք այս պիցայից։ Վերջապես հասնում է մեր հերթը, չեմ հավատում։ Խլի ինչքան հայտնի մարդիկ են եկել Joe's Pizza, օրինակ Սելենա Գոմես, Քիմ Քարդաշյան, Լեոնարդո Դիկապրիոն։ Խնդրում եմ մի հատ այս պիցայի տեսքը նայեք։ Անկեղծ սոված շատ վաղուց չի եղել։ Այնա մեր պիցաներն է բերում, այնա։ Բացի տենանք։ Այո, մարդը 3 կտոր։ Մի հատ այստեղ նայեք։ Արա, էս ինչ ոնց ենք ուտելու։ Instagram-ից հետևորդները ամենաառաջինն են իմանում, թե ինչ է կատարվելու YouTube-ում, այնպես որ գնա հետևից։ Երբևէ sense համով պիցա կերած չկա։ Մյուսը փորձում ենք սա։ Յամնա։ Դու լավ ես, դու 2 հատ ես կերը, ես 4 հատ։ Արա 4 հատ պիցա եմ կերը, մեծ։ Լուրջ չգիտեմ որտեղ է տեղավորվել այդ պիցան, բայց այնքան համով էր, որ լուրջ եմ ասում, մի հատ էլ լիներ, ես էլի կուտեի։ Արա գիշերով էս ինչ սիրուն է Նյու Յորքը։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք ինչ լուսավոր է։ Նոր եմ գիտակցում, որ չափից շատ եմ կերել։ Ուտելիքը միջով այստեղից դծված է, հետո մարդիկ են կանգնել, ասին գանք տեսնենք ինչ է կատարվում։ Խնդրում եմ մի հատ այն մարդուն նայեք, էլ ինչ է անում։ Իսկ ոտերից վրա սենց բան չեմ կարող անեմ, որ մնաց ձեռներից վրա։ Հիմա այսքան մարդկանց վրով պետքա թռնի ոնց հասկանում եմ։ Շատ լավն են, արժի գումար տալ։ Տենանք ինչ է կատարվելու։ Կավ։ Չէ, բայց մի հատ գեղեցկությունը նայեք Times Square-ի գիշերով։ Այ Նյու Յորքը գիշերով է իսկապես պետք տեսնել, հրաշք է ուղղակի։ Ընդեղ նայեք հələ։ Այժմ գնում ենք հյուրանոց մի քիչ հանգստանանք, անջատի։
Բարի լույս, երկրորդ օրը օֆիցիալ համարում եմ սկսված։ Եկեք տեսնենք ինչ վիճակ է Նյու Յորքում։ Դզեց, ահա որ ոգևորված եմ, քանի որ այնքան շատ բաներ ունենք այսօր ուսումնասիրելու Նյու Յորքում, որ ուղղակի անգամ չեք պատկերացնի։ Դուրս ենք գալիս հյուրանոցից եւ սկսենք երկրորդ օրը Նյու Յորքում։ Եկավ նախաճաշ անելու ժամանակը, այսօր եկել ենք էլի բեգլ ուտելու, բայց այս անգամ ուրիշ տեղ ենք եկել։ Տեսնենք ստեղի նահամով թե երեկվանը։ Ուտելիքը պատրաստ է, տեսնենք։ Սաղմոնով, քրիմ չիզով եւ ձվով սենդվիչ։ Առաջին անգամ մտնում ենք Նյու Յորքի մետրոն։ Ես կարոտել էի մետրո նստելը, ահա որ։ Վերջի անգամ Երևանում էի նստել 5 տարի առաջ մետրո։ Էս ինչ արագ է Նյու Յորքի մետրոն։ Անձայն է ու ահա որ արագ։ Հաջող մետրո, հաջող կկարոտենք։ Արա Central Park-ը ասենք։ Աշխարհի ամենահայտնի այգին, որը կոչվում է Central Park։ Այժմ միասին կմտնենք աշխարհի ամենագեղեցիկ այգիներից մեկը, Central Park։ Մինչև այգի մտնելը ստեղ լիքը գլխարկներ տեսանք, ու ասեմ ձեզ բավականին սիրուն է ստեղ նայեք, արդեն ընտրեցինք 6 տարբեր գլխարկներ։ Հիմա կառնենք ու նոր կմտնենք այգի։ Քանի որ Central Park-ը շատ մեծ է, որոշեցինք նստել սրա մեջ, որովհետեւ ավելի շատ բան կարողանանք տեսնել եւ ժամանակը ավելի օպտիմալ ծախսել։ Թե չէ ով իսկապես անհնար կլիներ տեսնել ամբողջ այգին։ Խնդրում եմ մի հատ ձիուն նայեք։ Անկեղծ ասած չեմ ընդունում այդ ամեն ինչը, որովհետև կենդանիներին իսկապես տանջում են ու շատ մեղք են կենդանիները։ Մենք հիմա ապրում ենք 21-րդ դարում, որտեղ կարող ես բենզին լցնել եւ մեքենա քշել, իմաստը որն է կենդանիներին տանջելու։ Ժողովուրդ շատ սիրուն է Central Park։ Ահա կադրեր խնդրեմ նայեք, թե ինչպիսին է Central Park-ը, գարնանը եւ ամռանը։ Արա շատ հավես է, բոլորը հեծանիվ են քշում, բոլորը նայ։ Տրնդեզի ժամանակ Արշակ երկրորդը, երբ որ Շամիրամի հետ ստեղ թագավորում էր, Օմիտասն էլ ստեղ արդեն բան եղավ, չէ, որ երգերը գրում էր սազով։ Հա, ես էլ եմ տենց կարծում, հա։ Հետո Արշակ երկրորդը Շամիրամի իջնում է, տեսնում է Հոմլոնի տղան մենակով կայլում, ասում է ինչ ա եղել, ինչ ես մենակով կայլում։ Այդին դոմայի մեջի Քևինը, երբ որ իջնում է այգի, Արշակ երկրորդի կինն է, չէ, իրեն գտնում։ Դիմավորում, այո։ Որ տանում է։ Տանում պահում իր տունը մեծացնում է, հետո եղաներն ունենում են արդեն շատ ուզում։ Սա խառնեցինք իրար պատմությունը։ Խնդրում եմ մի հատ այս մասը նայեք, արա շատ սիրուն է։ Այստեղ նկարահանվել է John Wick ֆիլմից շատ հայտնի տեսարան։ Դες ոնց որ Եվրոպայում հայտնված լինեմ։ Տեսնում եք այն կամուրջը։ Այդ կամուրջի վրա նկարահանվել է Spider-Man ֆիլմից շատ հայտնի հատված։ Դրա համար էլ այդքան մարդաշատ է հիմա կամուրջը ու այդքան մարդ այցելում աստեղ որ տեսնի այդ կամուրջը։ Հեծանիվով պտտվեցինք ամբողջ Central Park-ով։ Տեսել ենք ամբողջովին տեսել ենք։ Եթե ինչ սա սարկազմ էր, նշանակում է մենք ոչ մի բան չենք տեսել ու շատ կարճ տևեց հեծանիվով քշել։ Այս պարկ պետքա ոդկով սյոտիկի մտնել, դանդաղ քայլել, վայելել այդ պահը ու ուսումնասիրել այգին։ Ինչպես ասացեք, Ռաֆոն ընդհանրապես չհավանեց, չէ՞ Ռաֆս։ Ռաֆոն Central Park-ը շատ հավանեց եւ կհավանի, եթե օրից մի օր ինքը մենակ գա եւ քայլի, Ռաֆոն չհավանեց ուղղակի մեր զբոսանքը։ Համաձայն, ոդկով ավելի հավես կլինի։ Ուրեմն կորել ենք ու չգիտենք ոնց գնանք մեր հյուրանոցի մոտ։ Տեսախցիկը չէի միացրել, բայց երևի 10 անգամ մետրո նստեցինք, իջանք ու չենք կարողանում գտնել ճիշտ ճանապարհը դեպի հյուրանոց։ Բարև ձեզ, հարցում եմ ցանկանում կատարել։ Բարև ձեզ։ Իսկ դուք քանի ժամ է մոլորվել եք Նյու Յորքի մետրոյում։ Շատ հետաքրքիր ասում։ Արա արդեն հոգնել եմ, չգիտեմ։ Ժողովուրդ, ահա որ դժվար է կողմնորոշվել Նյու Յորքի մետրոյում։ Հուսով ենք ճիշտ տեղ ենք իջել։ Արա, ես քեզ ասում եմ, նույն տեղն ենք գնում գալի անընդհատ, որտեվ սրան նրան հարցնում ես, արա, ոչ մեկ չգիտի, ինձ լսի, էլի, արա, արդեն իսկապես չգիտեմ։ Հուսանք ճիշտ ենք նստելու։ Սոված ենք, ահա որ հիմա պիցա ուտելու ժամանակն է գնանք։ Մարդ կա նստած, մի արա։ Բարձանում ենք վերև, հուսանք այս անգամ ճիշտ տեղն ենք եկել։ Այ արդեն ես չգիտեմ ուր եմ, մոլորվել ենք Նյու Յորքի փողոցներում։ Էս ինչ մեծ քաղաք է, Աստված իմ։ Չգիտեմ հիմա ուր ենք, բայց մի հատ բան շատ լավ գիտեմ, որ ահա որ սոված ենք ու շտապ ինչ որ բան է պետք ուտել։ What is this? This is pesto sauce, vodka sauce, bread mozzarella, very good. Okay, 2 more cheese։ Դե իհարկե մենք կրկին ուտում ենք պիցա։ Էլ ինչ Նյու Յորք առանց պիցա։ This is love, լցնում ենք, պանիրը։
Դրսում արդեն մութ է, ինչպես տեսնում եք, գնում ենք Նյու Յորքի կենտրոնական հատվածի ամենաբարձր շենքի ամենաբարձր հարկը։ Եվ ուշադրություն այդ շենքի ամենավերևի հարկում նաև գտնվում է Նյու Յորքի աստղադիտարանը։ Այնտեղից բացվում է ամենագեղեցիկ տեսարաններից մեկը։ Գնանք տեսնենք մեզ ինչ է սպասվում։ Մենք արդեն գտնվում ենք շենքի ներսում, գնանք բարձրանանք վերև։ Մինչև վերև բարձրանալը այստեղ փոքր այսպես 3D մակետ կա, որտեղ տեսնեք Նյու Յորքի տեսքը փոքր տարբերակով։ Այդ ժպտալը բարձրանում ես Նյու Յորքի ամենաբարձր շենքերից մեկը, բայց ամենաբարձրը չի, ամենաբարձրը վաղն ենք բարձրանալու։ Այո, վաղ բարձրանալու ենք Նյու Յորքի ամենաբարձր շենքը, որտեղի տեսարանը ուղակի ապշեցնող է, ինչ որ թատրոն է, որը սկզբում նայելու ենք, նոր ենք բարձրանալու վերև։ Այստեղ մեզ ներկայացնելու են երևի շենքի պատմությունը, թե ուր ենք մենք հիմա բարձրանալու։ Իմացանք շենքի պատմությունը, իսկ այժմ եկավ վերև բարձրանալու պահը։ Այս վերելակով բարձրանում ենք վերև։ Դզեց։ Օ, բարձրացանք վերև։ Հասանք 80-րդ հարկ։ Օրես ինչ սիրուն է։ Օրո հրաշքա ժողովուրդ, սպասեք հիմա ցույց եմ տալիս։ Խնդրում եմ մի հատ նայեք Նյու Յորքը վերևից։ Սա դեռ ամենացածր հարկն է։ Հեսա երկու հարկել ենք բարձրանալու վերև։ Խնդրեմ, սա էլ շենքի մյուս կողմի տեսարանն է։ Օրո հրաշքա, շատ սիրուն է։ Աստված իմ։ Ինչպես հիշում եք, ես եղել եմ աշխարհի ամենաբարձր շենքի Բուրջ Խալիֆայի ամենավերևի հարկում, բայց այս տեսարանը կարծում եմ հաղթեց։ Շատ սիրուն է։ Այ հիմա գտնվում ենք ամենաբարձր հարկում։ Ինչպես տեսնում եք, այստեղ աշտարակ կա, որի ամենավերևը կարող ենք բարձրանալ։ Կարծում եմ պետք է բարձրանալ։ Օրոյս ինչ սիրուն է, հրաշքա ժողովուրդ։ Այստեղից լրիվ ուրիշ է։ Մենք Նյու Յորքում ենք գտնվում։ Էս ինչ սիրուն է։ Հենց այս գեղեցիկ տեսարանից ցանկանում եմ ասել այս տարվա նպատակից մասին։ Մենք պետք է այս տարի միասին հասնենք 1 միլիոն բաժանորդի YouTube-ում եւ 1 միլիոնին հասնելու համար քո օգնության կարիք ունեմ։ Փոքրացրու վիդեոն Սեղմիր բաժանորդը գրվելու նշանի վրա միացիր ալիքին եւ այլևս բաց չես թողնի ավելի հետաքրքիր ու ավելի մասշտաբային վիդեոները։ Մենք դեռ միասին պետք է ամբողջ աշխարհով պտտվենք։ Ուրեմն ուշադրություն, հերվի այս շինությունը լեգենդար Empire Building-ն է, որի վրա նկարահանվել է աշխարհահռչակ King Kong ֆիլմը։ Վստահ եմ, որ ձեզանից մեծամասնությունը ծանոթ է տվյալ ֆիլմի հետ։ Ցավոք սրտի եկավ այս գեղեցիկ տեսարանը լքելու պահը։ Մենք որոշեցինք, որ մի քիչ էլ է պետք այստեղ մնալ, վերցեցինք սուրճ եւ այս գեղեցիկ տեսարանում վայելում ենք տաք սուրճ։ Մենք կրկին սովետացանք ու այս անգամ ցանկանում ենք փորձել Նյու Յորքի այս դրսի ուտելիքները։ Այս անգամ ուզում ենք ուտենք New York cheesesteak։ Վերցրեցինք ուտելիքը, գնում ենք հյուրանոցի համար եւ ուտենք, տեսնենք, գնացինք, փորձում ենք։ Համա, շատ համա, տավարի մսով եւ պաներով սենդվիչ է։ Խնդրեմ։ Օրա բոմբա։ Բարի լույս, օր 3-րդ, օֆիցիալ համարում եմ սկսված, այժմ գնում ենք նախաճաշելու, այնուհետև պետք է գնանք հաջորդ բարձրակ շենքը, որի մասին երեք ձեզ պատմում էի։ Ասում են, որ այսօր բարձրակ շենքի տեսարանը ուրիշ հաճույք է լինելու եւ պարտադիր պետք է տեսնել։ Իսկ մենք սիրարվել ենք երեկվա նախաճաշի վրա եւ գնում ենք նույն վայրը, որպեսզի ուտենք նույն նախաճաշից։ Մենք արդեն տեղում ենք, մեզ բարի ախորժակ։ Նախաճաշը արեցինք, արդեն համարյա հասնում ենք այդ շինության մոտ, տեսնում եք այս շինությունը, այն եռանկյունին որ կա, բարձրանալու ենք այդ եռանկյան վրա, որը ամբողջովին ապակյա է ու շատ գեղեցիկ տեսարան է բացվում վերևից, ամբողջ Նյու Յորքը հեռվից տեսնելու ենք։ Խնդրում եմ մի հատ այս շենքը նայեք, օրես ինչ սիրուն է, թզեց, բայց մենք գնում ենք այս մյուսը, շատ սիրուն շենք է։ Դե ինչ հասանք այդ շենքի մոտ, բարձրանում ենք այն շենքը, որի մասին խոսում ենք։ Օրես ինչ հրաշքա։ Ու սա դեռ ամեն չի, դեռ մի հարկել վերև պետքա բարձրանանք, պատկերացնում եք, չի ջարդվի, չէ։ Հիանալի է, անվերջ կարամ մնամ ու նայեմ։ Գնում ենք ապակու վրա կանգնելու։ Պատրաստ եք ետ, գնացինք Ռաֆ, եկեք։ Օրես ինչ բարձր է, հələ խնդրում եմ ներքև նայեք։ 100-րդ հարկում ենք, օրը չեմ հավատում։ Ռաֆս, օրը ղրթաց, տեսար։ Իսկ հիմա ուշադրություն, ամենագեղեցիկ տեսարանն եք տեսնելու, օրը հրաշքա, ես ինչ է, շատ սիրուն է։
Շորտ նենց ցուրտ է, արդեն կապտել է ձեռներս։ Հենց նոր իջանք շենքից, անբացատրելի էմոցիաներ ենք ուղակի ապրել, իսկ այժմ գնում ենք նայելու Նյու Յորքի հայտնի Բրոադվեյներից Ալադինը։ Ես միշտ երազել էի գայ Նյու Յորք ու նայեի Բրոադվեյի շոու եւ վերջապես այսօր այդ օրն է։ Մենք կրկին մետրոյի մեջ ենք, գնում ենք Բրոադվեյ դիտելու։ Շորտ, ահա որ խառն է Նյու Յորքի մետրոն։ Մենք այստեղ ենք, մտնում ենք Բրոադվեյ նայելու, ուրախ ես։ Շատ ուրախ ես, զգացվում առա։ Մենք արդեն գտնվում ենք թատրոնի ներսում, ժողովուրդ, այս ինչ հրաշք է, այս ինչ սիրուն թատրոն է։ Խնդրում եմ մի հատ այս թատրոնի գեղեցկությունը զգացեք։ Ամեն մի դետալ ահա որ սիրուն է ստեղ։ Soaring heroes, famous love. Ես իսկապես ապշած եմ ու խոսքերն ավելորդ են։ Քո կարծիքը ոնց էր, հավանեցիր։ Շատ լավներ եւ շատ պետք է լինեն sense բաներ եւ շուտ պետք է լինեն եւ բոլոր մարդիկ պետք է իմանան սրանց մասին եւ գնան լիքը նայեն։ Օրերից մի օր եթե գաք Նյու Յորք, ապա անպայման այցելեք Բրոադվեյ նայեք, ժողովուրդ, տեսնել է պետք։ Մենք դուրս եկանք Բրոադվեյից, ջուր ենք առել մի բլոկ եւ գնում ենք դեպի հյուրանոց։ Ով է լսել նոր երգս, որը դուրս է եկել մեկ շաբաթ առաջ, Ուրային միակը երգից ռեմիքսն է։ Եթե դեռ չես լսել, ապա լինքը թողնում եմ նկարագրությունների բաժնում, այս վիդեոից հետո գնա լսիր եւ գրիր, որ եկել ես Նյու Յորքի վլոգից։ Սպասում եմ տեսնեմ քանի հոգի է այս վիդեոից հետո գնալու նոր երգից ռեմիքսը լսելու։ Հեն Ռաֆս հո ծանր չի։ Իսկ ես նոր ձև եմ գտել պայուսակս բռնելու։ Իդեպ իմ հավատաք ապրանքանիշի բոլոր պրոդուկտները կարող եք ձեռք բերել Զանգա գրատներից եւ իրենց on-line վեբկայքից, որի լինքը նույնպես նկարագրությունների բաժնում է։ Միայն Զանգակում է վաճառվում։ Այդ ինչ է ձեռքումդ գտնվում, դու էլ կիսվի։ Սա այն է, ինչի համար ես 20 րոպե հերթ եմ կանգնել։ Ապա տեսնենք։ Օ։ Գիտես, հենց ես սրանցից զզվում եմ։ Բայց շատ ախորժելի տեսք ունի, ասեմ քեզ։ Բայց լուրջ եմ ասում, յամ դոնացի իմ դոնատներին ոչ մի դոնատ չի ասնի, ես որ այդ կներես, բայց ես չեմ սիրում այս դոնատները։ Բայց ես էլ եմ քոնը ավելի շատ սիրում, ուղղակի չեն ծախում Նյու Յորքում։ Այո, ափսոս Նյու Յորքում իմ դոնատներից չեմ վաճառում։ Իմ դոնատները ուտելով կարող ես շահել PlayStation 5 պատկերացնում ես։ Հասանք հյուրանոց։ Ես արդեն հոգնել եմ այս ամեն ինչից։ Հերիք եղավ ջուրը, ես եմ մենակ բռնում։ Քեզ ջղայնանում, հա։ Ուղղակի տայր ես կբռնեի։ Մի փոքր վատ նորություն ունեմ։ Նյու Յորքի վլոգի 4-րդ եւ 5-րդ օրերի ձայնը չի ձայնագրվել։ Եվ այսպես առանց ձայն ես նկարել եմ վլոգ 4-րդ եւ 5-րդ օրերը, բայց հոգ չէ, ինձ ձեռքում գտնվում է 4-րդ եւ 5-րդ օրերի կադրերը։ Այժմ ես, Էդոն ու Ռաֆոն միասին կմեկնաբանենք այդ ամենը ձեզ համար։ Դե ինչ 4-րդ օր, սկսում ենք։ Ինչպես սովորական Նյու Յորքյան օր, մենք արթնացանք, հյուրանոցից դուրս եկանք, գնացինք մետրո, որպեսզի գնանք ուր տղաներ։ Լեգենդար Ազատության արձանը տեսնելու, որը իդեպ գտնվում էր Նյու Յորքից մի փոքր հեռու կղզու վրա, այսինքն պետք է գնայինք օվկիանոսի մոտ, նստեինք նավ ու նոր գնայինք Ազատության արձանի մոտ։ Մինչև նավի մոտ հասնել, ինչպես տեսնում եք, պարտադիր պետք է ստուգեին մեզ եւ մեր բոլոր իրերը, որպեսզի մեզ հետ ոչ մի պարագայում վտանգավոր բաներ չտանեինք կղզի։ Օրինակ puzzle, բամբակ, այն ինչ վտանգավոր բան պետք է մենք տանեինք։ Նասկի։ Այստեղ ջղայնացան իմ վրա եւ ես արագ անջատեցի տեսախցիկը, քանի որ բարձվում է ներսում նկարահանելու իրավունք չունեի։ Մի խոսքով անցանք բոլոր ստուգումները, այնուհետև գնացինք կանգնելու հերթ, որպեսզի մուտք գործենք նավ։ Այստեղ ինչպես տեսնում եք, աշխատողը մեզ ցույց է տալի դեպի նավ գնացող ճանապարհը, քանի որ ինձ թվում է ինձ մտածելով մենք անուղեղ էինք եւ չէինք տեսնի այդ հեշտ մուտքը։ Մենք վերջապես գտանք մեր նստատեղերը, մենք հասկացանք, որ ներսում անհետաքրքիր է նստելը, որոշեցինք, որ պետք է այս ցրտին բարձրանանք նավի վերևի հատվածը, որը ամբողջովին բաց էր եւ մենք իսկապես չենք պատկերացնում, թե ինչ է գալու մեր գլխին եւ ոնց ենք մրսելու նավի վրա։ Խնդրում եմ միացտեղ նայեք ինչ հավես տեսարաններ բացվում մեր առջև, ինչպես տեսնում եք հերվում արդեն շատ փոքր երևում էր Ազատության արձանի կղզին։ Բայց ես մինչև հիմա չեմ հասկանում ոնց կարող էր ամբողջ օրվա վլոգի ձայնը չձայնագրվել։ Բայց իմ ասես մեկնաբանելով ավելի հավես է անցնում։ Շարունակում ենք։ Ուղիղ 5 րոպե անց մենք արդեն բավականին մոտ ենք Ազատության արձանի կղզուն, դեմքս ու ձեռքերիս մատները այնքան էին սառել, որ մի կերպ էի շարժում ու համարյա չէի զգում։ Ահա որ ցուրտ էր, արա թեխի ենք հելել բարձացել նավի վրա, լուրջ չեմ հասկանում։ Երբ արդեն բավականին մոտ ենք Ազատության արձանին, մի հատ խնդրում եմ ստեղ նայեք ինչ սիրուն տեսարաններ բացվում նավից, եւ իսկապես անverջ կարելի էր դիտել այդ տեսարանը։ Միակ խանգարող բանը այդ ցուրտ եղանակն էր։ Վերջապես 15 րոպե նավով ճանապարհ գնալուց հետո մենք հասանք Ազատության արձանի կղզի։ Այո, մենք վերջապես հասանք Ազատության արձանի մոտ։ Մի հետաքրքիր պատմություն պատմեմ։ Ինչպես հիշում եք, մի տարի առաջ վիդեո էի նկարել, որ մտնում էի Հայաստանում երկար մի թունել, Մահվան կամուրջի վրայով քայլում էի ու հայտնվում էի այդ թունելի մոտ։ Շատերն ասում են, որ Ազատության արձանի պղինձը
հանվել է հենց Հայաստանի այդ թունելից, այնուհետև այդտեղից հայերը ուղարկել են Ֆրանսիա, Ֆրանսիայում սարքել են ազատության արձանը, եւ այո, սարքելուց հետո ֆրանսիացիները արձանը նվիրել են Ամերիկայի Միացյալ Նահանգներին որպես ազատության խորհրդանիշ։ Ցավոք սրտի, ինչքան էլ որոնում ես ինտերնետում, հստակ պատասխան մեկը չի տալիս, թե որտեղից է դուրս եկել պղինձը, բայց շատ ու շատ խոսակցություններ եմ լսել, որ Հայաստանից է դուրս եկել այդ պղինձը։ 1886 թվականին արձանը պատրաստ է եղել, արձանը խորհրդանշում էր ազատություն, մանավանդ բոլոր այն մարդկանց համար, ովքեր նոր էին եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ նոր էջից պետք է սկսեին իրենց կյանքը որպես իմիգրանտ։ Արձանը հույս էր բոլորի համար, որ ամեն ինչ շատ լավ է լինելու եւ ոչ մի խոչընդոտներ չի լինելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երբ դեռ չէ այցելել ազատության արձանի մոտ, նկարներով որ նայում էի, լրիվ ուրիշ տեսք ուներ, բայց երբ իրական կյանքում ես կանգնում այդ արձանի առջև, իսկապես անհավատալի է, թե ոնց է հնարավոր նման արձան կառուցել։ Ահա որ գեղեցիկ եւ մանր աշխատանք էր տարված արձանի վրա, եւ իսկապես զարմանալի է, թե ոնց են այս հսկայական արձանը Ֆրանսիայից տեղափոխել Ամերիկա 1800-ական թվականներին։ Կղզու ամենավերջում կար մի շինություն։ Մենք որոշեցինք, որ պետք է մտնենք այդ շինության մեջ եւ տեսնենք, թե ինչ է այնտեղ գտնվում։ Պարզվում է, որ այդ շինությունը թանգարան էր եւ այդ շինության մեջ ներկայացված էր արձանի ամբողջ պատմությունը։ Ինչպես տեսնում եք, թանգարանում դրված էր ազատության արձանի փոքրիկ մակետը, որի հետևում ցուցադրված էր, թե ինչ է գտնվում արձանի մեջ։ Այո, արձանը բավականին հետաքրքիր կառուցվածք ունի ներսի հատվածից։ Ինչպես տեսնում եք, ազատության արձանի ներքևում կա մի քանի հարկ։ Դե իսկ հենց հիմնական ազատության արձանի մեջ գտնվում է աստիճաններ, որը բարձրանալով կհայտնվես ազատության արձանի ամենավերևի հատվածում։ Եվ այնտեղից կկարողանաս տեսնել ահա որ գեղեցիկ տեսարան։ Ցավոք սրտի, ազատության արձանի մեջ մտնելու համար ուղիղ 6 ամիս առաջ պետք է երթագրվեիր, այս անգամ մեզ մոտ չհաջողվեց, բայց եթե այս վիդեոյի տակ հավաքենք 40,000 լայք, մենք ելի կգնանք Նյու Յորք եւ կմտնենք ազատության արձանի մեջ ու կբարձրանանք արձանի ամենավերևի հատվածը։ Պատկերացնում եք ինչ հավես է լինելու։ Այնպես որ հենց հիմա փոքրացրեք վիդեոն եւ ձեր կողմից դրեք այս վիդեոյի տակ լայք եւ ես կրկին կգնամ Նյու Յորք ու կմտնեմ արձանի մեջ։ Թանգարանից դուրս եկանք եւ գնացինք դեպի նավ, որպեսզի կղզուց գնանք դեպի Նյու Յորք։ Նավից դուրս եկանք, մտանք մետրո եւ չեք պատկերացնի, թե ինչ սոված էինք։ Ես գտել էի աշխարհի ամենահամեղ պաստրամի սենդվիչի տեղը, որը մեզանից գտնվում էր ուղիղ կես ժամ հեռավորության վրա։ Ճիշտ է, ահա որ սոված էինք, բայց հավատացեք, այդ սենդվիչը այնքան համով էր, որ արժեր ուղիղ կես ժամ ճանապարհ գնալ, որպեսզի ուտեինք այդ սենդվիչը։ Վերջապես հասանք այդ ռեստորանը, որը ուղղակի լեգենդար է եւ գործում էր 1964 թվականից։ Այո, այնտեղ մատուցում են ամենահամեղ սենդվիչները։ Մեզանից գոհ եկանք, նստեցինք, պատվիրեցինք աշխարհի ամենահամով պաստրամի սենդվիչը եւ վերջապես եկավ ուտելու պահը։ Մի հատ խնդրում եմ, սենդվիչի տեսքը նայեք, մսի հաստությունը նայեք, պատկերացնում եք ինչ համով է լինելու ու ինչ հավեսով ենք ուտելու։ Ես ուղղակի անհամբեր էի, թե երբ էի խժռելու է սենդվիչը եւ միանգամից անցագործի։ Շատ հավեսով կերա առաջին սենդվիչը եւ այստեղ ստոպ։ Երբ եկավ սենդվիչի երկրորդ կեսը ուտելու պահը, մենք հասկացանք, որ ստեղ մի բան այն չի։ Բացեցինք վրայի հացը եւ տեսնենք ինչ, որ սենդվիչի մեջ գտնվում է հաստ յուղի կտոր, արա մսի յուղ, ժողովուրդ, տենց զզվելի բան մենք կերած չկայինք ամբողջ կյանքում։ Կներեք, բայց յախք։ Գոմի հոտը ոնց է, նույն գոմի հոտով սենդվիչ էր։ Խնդրում եմ, այդպես յուղի կտորը նայ, որ հիմա $1 միլիոն տայի, մի հատ կկծեիր այս սենդվիչից։ Խնդրում եմ, մի հատ ստեղ նայեք, արա սաղ յուղ էր։ 4 օր ես ուզում էի այդ սենդվիչը ուտեի ու այնքան սոված էինք, որ քարից փափուկ ինչ էլ լիներ, ուղակի կուտեինք։ Այստեղ մեզ շեղելու համար կատակի էինք տալի, ծիծաղում էինք ուժեղ, որ ոչ մի բարգայում հետ չտայինք, որովհետև ժողովուրդ ուղակի ահավոր էր։ Եվ գուշակեք, թե ինչ արժեր այդ երկու սենդվիչները։ $110։ Այո, այդքան թանկ արժեր այդ սենդվիչը ու ընդհանրապես իրեն չարդարացրեց։ Եվ այսպես զզված վիճակով շատ հարամ ձևով ավարտվեց մեր 4-րդ օրը։ Գնացինք հյուրանոց, քնեցինք եւ բարի գալուստ 5-րդ օր։ Հյուրանոցից դուրս եկանք ու կրկին գնացինք նույն վայրը նախաճաշ անելու։ Եկեք համաձայնենք, որ աշխարհի ամենահամեղ նախաճաշն էր, որը մենք երբևէ արել ենք։ Ժողովուրդ, այնքան լավն էր, ամեն առավոտ գնում էինք նույն տեղը նախաճաշ անելու, այսենց համով բան էինք ուտում։ Պատվիրեցինք նույն սենդվիչից ու նենց հավեսով կերանք, դուք չեք պատկերացնի։ Հավատացեք, նախորդ օրվային հաստ մսով զզվելի պաստրամի սենդվիչից հետո Մեզ կքսի։ Հիշում եմ, այսպես սիրտս խառնում է։
Արեցինք նախաճաշը, նստեցինք մետրո եւ գնացինք ուշադրություն 911-ի հուշահամալիր։ Իսկ թե ինչ է 911-ը, հիմա պատմեմ։ Այս մասը նյույորքյան վլոգի ամենակարևոր մասն է, այնպես որ խնդրում եմ լսեք շատ ուշադիր։ 3000 անմեղ մարդիկ ուղակի կորցրեցին իրենց կյանքերը այս պատահարի արդյունքում։ Այժմ ձեզ կպատմեմ մի պատմություն, որը շատ խորը վերք թողեց Նյույորքի եւ ամբողջ աշխարհի մարդկանց սրտերում։ Սովորական երեքշաբթի առավոտ էր Նյույորքում։ Մարդիկ գնում էին գործի, երեխաները գնում էին դպրոց, ամեն ինչ նորմալ էր, մինչև առավոտյան ժամը 8:46։ 8:46 ինքնաթիռը հարվածում է Նյույորքի ամենաբարձր շենքերից մեկին, որն էր պատճառ է հանդիսանում շատ ու շատ անմեղ մարդկանց մահվան։ Բոլորը մտածում էին, որ սա ուղղակի դժբախտ պատահար է, մինչև այն պահը, երբ դեպքից 15 րոպե չանցած ժամն առավոտյան 9:03 երկրորդ ինքնաթիռը գալիս եւ հարվածում է կողքի շենքին եւ արդյունքում կրկին զոհվում են շատ ու շատ անմեղ մարդիկ։ Այդ պահից արդեն պարզ է դառնում, որ այս ամենը կազմակերպված եւ պլանավորած տերորիստական հարձակում էր։ Արդյունքում ուղղակի 3000 հոգի մահացավ։ Այս հսկայական փոսը, որը գտնվում է իմ հետևում, հենց այս տարածքում են եղել այդ երկու շենքերը։ Տարիների ընթացքում այստեղ ոչինչ չեն կառուցել եւ որոշում են կայացրել, որ այս հատվածը պետք է լինի այդ 3000 զոհերի հիշատակի կենտրոնը։ Այս հսկայական քառակուսու երկայնքով գրված է բոլոր այն զոհվածների անունները, ովքեր այդ օրը եղել են շենքի մեջ։ Ինչպես տեսնում եք, նույնիսկ զոհվածների մեջ կա հայ մարդու անուն եւ ազգանուն։ Այո, շենքի մեջ նույնիսկ եղել են հայեր։ Իսկ այս դեպքը պատահել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին 911։ Այնուհետև շարունակեցինք մեր ճանապարհը եւ մետրոյով գնացինք Բրուքլին քաղաք, որն իսկապես համարվում է Նյույորքի ամենագեղեցիկ հատվածներից մեկը։ Այս պահից սկսած ուղղակի վայելեք վլոգը, քանի որ էլ ձայնային խնդիրներ չի եղել։ Ուղիղ 20 րոպե քայլելուց հետո մենք այստեղ ենք։ Մի հատ խնդրում եմ, այս կոլորիտային տեսարանը նայեք։ Այս շենքերի արանքից երևում է գեղեցիկ կամուրջը։ Ժողովուրդ, ահա որ սիրուն տեսարանն է։ Ուղղակի ափսոս անձրև սկսեց ու հեսա գնալով ուժեղանալու է, չգիտեմ ոնց ենք հետ գնալու հյուրանոց, բայց արժեր գալու այս տեսարանը տեսնել, իսկապես հրաշք է։ Դեռ մի հատ էլ սիրուն տեսարան կա, որ պետք է գնանք ու տեսնենք։ Նենց որ եկեք շարժվենք, քանի անձրևը չի ուժեղացել։ Եկեք թույն տեղ եմ ձեզ տանում։ Ինչքան մոտենում ենք, ավելի է գեղեցիկ անում։ Մի հատ խնդրում եմ ստեղ նայեք։ Արա հրաշք է։ Տեսեք, տեսախցիկս արդեն թրջվեց։ Անձրևը սկսում է։ Սա առաջին մոստն է եւ հերվում երևում է արդեն Բրուքլին մոստը, որը ամենագեղեցիկն է։ Հիմա գնում ենք այդ մոստի մոտ։ Մենք մի քիչ ստանդարտից դուրս բան ենք այս բային անում, իջնում ենք այս քարերով եւ նստենք այն ներքևի գերանի վրա եւ նայենք այս հրաշք տեսարանը։ Ժողովուրդ, նայեք, երկու տարբեր կամուրջներ իրար առջև են գտնվում, սա Բրուքլինի կամուրջն է, իսկ սա Մանհատեն կամուրջն է։ Այս ինչ հրաշք տեսարան է։ Փորձում իջնեմ ներքև առանց ընկնելու, մի հատ ռաֆոին նայեք, պարկելու տեղ է գտել իրան։ Լավ, փորձում ենք նենց իջնենք, որ հանկարծ չընկնեմ։ Եթե ընկնեմ, մնալու եմ Նյույորքում ջարդած ոտքով։ Գալիս եմ ռաֆո, եկա։ Դզեց ներքևում եմ արդեն։ Արա հրաշք է, իսկապես հրաշք է։ Երևի արդեն զգացել եք, ես որտեղը հավանում եմ, այդ վայրում ասում եմ, ես անվերջ կարող եմ մնալ այստեղ։ Այստեղ է ցուցակիցա ու ստեղել եմ ասում, անվերջ ցանկանում եմ մնալ այստեղ ու չգնալ։ Նենց հրաշք է տեսարանը, որ չես կարողանում աչքդ ուղղակի կտրել։ Մենք մի կերպ կարողացանք կտրվել այս գեղեցիկ տեսարանից։ Անձրևը սկսվեց, իսկ մենք աշխարհի ծերն ենք գտնվում, չգիտեմ ոնց են գնալու հետ հասնենք։ Այս պահին էլ մոստի տակ եմ գտնվում, խնդրեմ։ Մի հատ խնդրում եմ լայնությունը նայեք այս մոստի։ Ահա որ մեծ է այս մոստը։ Մեր հյուրանոցներ գտնվում է այն հատվածներում։ Այդքան հեռացել ենք մեր հյուրանոցից։ Վախտներս բերեց մետրոն շատ հեռու չէր, չէ՞, հեռու չէր, չէ՞։ Вообще հեռու չէր։ Զուտ կես ժամ ենք քայլել ընդամենը, զուտ։ Հեռու չէր вообще, անձրևի տակ կես ժամ ենք ընդամենը քայլել։ Նստենք մետրո, գնանք մի հատ հյուրանոց։ Այսքան քայլից հետո նենց եմ շոկում։ Մենք արդեն հյուրանոցում ենք եւ այժմ միասին փորձելու ենք բանանա փուդինգ։ Կյանքումս առաջին անգամ եմ փորձելու։ Այս տեսք ունի բանանով սարքած, չգիտեմ ինչա։ Ռաֆոնոյդոն ասեցին անպայման պետքա փորձես ու հիմա առաջին անգամ ես փորձելու եմ։ Լկեր, համով է։ Լուրջը տենց համով է։ Հələ բասի փորձեմ։ Տեսնենք։ Արա, բանանով տորտ ոնց օրնի։ Արա շատ համով է։ Սա ասում են աշխարհի ամենահամեղ բանանա փուդինգն է։ Ես համաձայնվում եմ մարդկանց հետ, իսկապես համեղ է շատ։ Գրայցը սուրճ 10-ից 10։ Էդո հիմա դու ես փորձել։ Արա շատ վերջն է, հələ դավայ։ Նայեք, սա չոքերդ հուրանալու է Էդոյի։ Հեն ասա։ Ոնց է, համով է։ Երթում սենց բան չեմ կարել կյանքում։ Միավոր դու։ Միլիարդ, չէ, արա չէ վերջներ իսկապես։ Հյուրանոցից դուրս եկանք եւ այժմ սնվելու ժամանակն է։ Գնում ենք մեքսիկական ուտելիք ուտելու։ Գնացինք։
Խնդրում եմ միած տեղ նայեք, օրես ոնց ենք ուտելու։ Մենք ենք առաջինը սա ուտենք։ Այս ինչ ախորժելի տեսք ունի այս թաքոները։ Խնդրում եմ միած տեղ նայեք։ Մնում է համով լինի։ Փորձում ենք ձեր կենացը։ Շրիմփով թաքոները 10-ից 10, այսինչ համով։ Մյուսը որն ենք ուտում, ասեք։ Այս չիկնա, էսի լոբստեր։ Դերցեք մյուսը։ Մյուս թաքոն կարմիր գույնի է։ Մնաց վերջին թաքոն փորձենք, որը լոբստերով է պատրաստված։ Տեսնենք այս 3 թաքոներից որը կհաղթի։ Դեռևս ինձ ամենաշատը առաջինն է դուր եկել։ Էսի ու առաջինի համար հավասար է, երկուսն համով էր։ Դու ինչ կասես, Ռաֆ։ Իմ մոտ առաջին տեղում գտնվում է կարմիրը, հետո մեր կերած առաջինը երկրորդ եւ վերջին էս լոբստերը։ Ես մտածում եմ այս մեկը առաջին, այն շրիմփովը, որը առաջինը կերեմ, դա երկրորդ տեղ, իսկ վերջին տեղ կարմիրը։ Թե ինչ եւս մեկ ճանապարհորդություն մեզ հետ միասին դուք անցկացրեցիք, ինձ թվում է վայելել եք մեզ հետ ամեն մի վայրկյանը, ու ինձ թվում է մեզ հաջողվեց ձեզ մեզ հետ տանել Նյու Յորք, արդեն ճամպրուկները դնում ենք տաքսին եւ գնանք օդանավակայան։ Էս էլ մեր մեքենան, վաու։ Այս ճանապարհորդությունից ամենատպավորիչ պահը որն էր քո մոտ, Ռաֆ, հələ հիշի։ Բոլոր։ Այդ դու որ բառնես վայել այս ճանապարհությունից ամենաշատը որ վայրկյանը։ Բոլոր 7 օրվա վայրկյանները, քանի որ բոլորս իրար լավ ժամանակ ենք անցկացնում։ Ահա որ հավես անցավ, ահա որ։ Թռիչքից ուշացել ենք։ Չեն թողում մտնենք ինքնաթիռ, ասում են ուշացել եք, պետք է կես ժամ շուտ գայք, այսինքն մնացել ենք դուրսը ու բաց ենք թողել ինքնաթիռը։ Ինչ երջանիկ ես։ Արա լավ, ոնց կարացանք մենք բաց թողենք ինքնաթիռը։ Լուրջ եմ ասում, նման բան մենակ մեր հետ կարող լիներ, բայց մենք ուրախ ենք, քանի որ դա իսկապես հիշենք մինչև կյանքի վերջ։ Նոր տոմս գնացինք, որ առավոտը ժամը 6-ին ուղիղ 8 ժամից հեռնենք Լոս Անջելես։ Այնպես որ հիմա գնանք հյուրանոց, հանգստանանք, հետ կգանք էլի այստեղ մի քանի ժամից։ Հայ մենք վերջապես արդեն ինքնաթիռի մեջ ենք, գիտեք չէ, համարյա այս թռիչքն ենք բաց թողելու։ Ինձ Ապուշ аэроպորտը, այս Նյու Յորքի аэроպորտը, անդադ ինչ-որ խնդիրներ ա լինում, ահա որ շատ հերթեր ա ու հանգիստ կարող ես բաց թողել ինքնաթիռը, դու չհասցնել նստել ինքնաթիռ ու ինքնաթիռը առանց քեզ գնա։ Սենց բան ես չէի տեսա, ամբողջ ինքնաթիռը համարյա դատարկ կա ու ամեն մեկս մի շարք վերցրել ենք, այսինքն 3 նստային վրա պարկելու ենք ու քնենք ամբողջ թռիչքի ընթացքում։ Թռիչքի 5 ժամ ա տևելու ու հանգիստ կքնենք։ Դե ինչ մենք արդեն Լոս Անջելեսում ենք սաղ ճանապարհին քնել եմ։ Սենց լավ թռիչ վերջին անգամ չեմ հիշում թե երբ էի ունեցել։ Հուսով եմ մեզ հետ վայելել եք այս մեկ շաբաթը Նյու Յորքում։ Մեկնաբանությունների բաժնում գրեք թե հաջորդը որ երկիր կցանկանաք գնանք եւ անպայման էլի նկարենք վլոգ։ Շնորհակալություն որ դիտեցիք մինչեւ այստեղ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։